Գնեք Սանկերամիկա կամ լոգասենյակի կահույք և ստացեք նույն գումարի չափով ծորակն ընդամենը 1 դրամով։ Մանրամասները idealsystem.am։ Բարև հարգելի գործընկերներ, սկսում ենք Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Երեշե Մելիքյանի հետ խաղային մամուլի ասուլիսը։ Խնդրեմ ձեր հարցերը։ Դե խաղի մասին սևորյորդ խաղնա մեր համար ափսոս խաղ է ստացվում, ունենք հնարավորություն չկրվելու, ունենք հնարավորություն հաղթելու, բայց պարտվում ենք, ափսոսանքով եմ ասում ես ամեն ինչը, բայց հպարտ եմ իմ տղաներով, այն որ թիմային ոգի կա, սրտանց աշխատում են, միասնություն կա, թիմ կա, այդ ամեն ինչը ուրախացնում է։ Շնորհավորում եմ մրցակցին, հաջողություն եմ մաղթում, չեմ կարող ասել, որ արժանի չէին, արժանի էին։ Մենք մեզ սխալների մասին կմտածենք, կվերլուծենք, շարժվենք առաջ։ Այսքան։ Ռոբերտ Մարկոսյան, Ուրիշ ֆուտբոլ, պարոն Մելիքյան, մրցակցի մարզիչը նշեց, որ երկրորդ խաղակեսում նման ֆուտբոլ չէին սպասում Հայաստանի հավաքականից եւ սա իրենց վատագույն երկրորդ խաղակեսն էր այս ընտրական փուլում։ Ինչ փոխվեց երկրորդ խաղակեսում։ Մի փոքր եթե կարելի է խաղային պլանի մասին պատմեք եւ երկրորդ խաղակեսի փոփոխությունները ինչ եղավ։ Ընդմիջմանը լավ աշխատանք տարանք, ավելի շատ հոգեբանորեն, մեծ փոփոխություն տակտիկապես չարինք, բայց սխեմայի փոփոխություն էլ չարեցինք, բայց կորեկցիաների հարցեր կար, մենք հասկանում էինք ինչ էր ուզում թիմը առաջի խաղակեսում, մեզ պրովոցիրով է սադրում էր, որ մենք դուրս գայինք, մենք բլոկը մեր ջարդվեր, որ կարողանային ես միշտ տակտիկապես չեմ կարողանում հայերեն բացատրեմ, մեջդու լինիայի զոնաները օգտագործել, առաջ խաղակեսին ստացվում էր իրենց մոտ, այդ կորեկցիաները արեցինք, մի քիչ մոդելը փոխեցինք պրեսինգի եւ ամենակարևորը հոգեբանական աշխատանք տարվեց, ինչպես միշտ մի քիչ էմոցիաներ, մի քիչ սեղան, մի քիչ աթոռ, մի քիչ ջուր, ինչ որ աշխատում է այնի արեցի, երկրորդ այմը փոխվեց։ Վարվարա Հայրապետյան, Armenpress լրատվական, պարոն Մելիքյան, իհարկե հաշվի եմ առնում, որ դեռևս մի խաղ ունենք, բայց ամփոփելով այս ընտրական փուլը, որն եք համարում այն քայլ առաջը, որ ձեր գլխավորությամբ ունեցավ հավաքականը։ Ես կասեի, որ մի քանի քայլ առաջ, որովհետև չեմ ուզում հետ նայել միջև ինձ ասել ինչ վիճակում է, բայց կարող եմ ասեմ իմ ժամանակով մենք ունենք լավ կոլեկտիվ, մենք ունենք միասնություն, մենք ունենք թիմային ոգի, մենք ունենք պայքարել մինչև վերջ, մենք ունենք պլանն այգրու, մենք գիտենք ինչ ենք ուզում, ամեն ինչ չի, որ մեր մոտ կստացվի, նորմալ է, որովհետև մեր մրցակիցները ուժեղ թիմեր են եւ ամեն ինչ չի, որ մեր մոտ կստացվի, բայց թիմը գիտի ինչ է անում դաշտում։ Սա շատ կարևոր է մեր ապագայի համար, որ թիմը հասկանա ոնց պետք է աշխատի, ոնց պետք է ապրեն իրար հետ, ոնց պիտի խաղան։ Շատ հարցեր է լուծվել ու ամենակարևորը, որ այս խաղը ցույց տվեց, որ մրցակցություն է թիմում եւ ոչ մի ֆուտբոլիստ, ես եթե ոչ այս խաղով, բայց ես կհասնեմ դրան, որ ոչ մի ֆուտբոլիստ չիմանա, որ ինքը մյուսից ավելի լավն է կամ փոխարինվող ֆուտբոլիստ չէ։ Այս խաղը ցույց տվեց, որ այդ հարցով շատ բան լուծվեց, մեր տեղի տղաները համոզված եմ կոգևորվեն, վստահություն կգա, որը մեզ շատ է պետք։ Երիտասարդ թիմ ենք, ապագա ունենք, շատ բաներ կարող եմ ասել։ Ես մենակ կարող եմ ասել վատը նա է իրոք,
դա նորմալ չեմ համարում, մենք միավորներ չենք հավաքում, որի համար ներողություն եմ խնդրում եւ շնորհակալ եմ մեր երկրպագուներին, որ մեր հետ են, որ մոտենում են մեզ ու հասկանում են մեզ ու գնահատում են մեր այսօրվա ռեսուրսը եւ adekvat reaksiya են տալիս, բայց կարան եւ ուրիշ ձև երկրպագուն ես գիտեմ դա ինչ է, կարող է ոչ մի բան իրան չի հետաքրքիր, իրան հետաքրքիր է արդյունք։ Ամեն դեպքում եթե արդյունք չկա, երկրպագուն միշտ ճիշտ է։ Այս անգամ իմ բախտը բերել է, որ մենք ունենք նման երկրպագուներ, որ հասկանում են եւ համբերում են, դրա համար շնորհակալ եմ։ Դա ինձ մոտիվացնում է։ Պիտերազյան ֆակտոր տվի, պարոն Մելիքյան, այսօր երկու շատ տարբեր խաղակեսեր տեսանք, դուք էլ նշեցիք, որ ընդմիջմանը խոսել եք տղաների հետ, ճիշտ ցուցումներ եք տվել, հետաքրքիր է նման բաներ երբ լինում են, պատճառը որն է, օրինակ առաջին խաղակեսը այդքան հաջող չէր, ինչով է դա պայմանավորված, մրցակիցն է անակնկալի բերում, թե գուցե մեկնարկային կազմ կամ ճիշտ տրամադրվածություն։ Հասկանում եմ հարցը, բայց արեք մենք նայենք մեր ռեսուրսը եւ ինչ թիմի դեմ ենք խաղում, մենք չենք կարող ստաբիլություն պահենք 90 րոպե ունենանք առավելություն, մենք այդ հնարավորությունը առայժմ չունենք, ուղղակի ունենք պլան խաղի եւ հետո ունենք օնլայն աշխատանք մարզիչներով եւ փոխադինողները եւ ընթացքում ոնց մոտիվացնենք, ոնց փոխենք ինչ-որ մի բան ու ինչ-որ միտեղ ստացվում է, բայց մենք չենք կարող որ նայենք առաջի խաղակեսին, իրանք այդ մոմենտները, որ ասեմ, մեծ առավելություն ունեին ու իրանք մոմենտներ ունեին, որ կարող էին մեր առաջի խաղակեսին 2-3-0 անել, ոչ, այո, վերահսկում էին գնդակը, բայց դա մեր պլանն էր, մենք չենք կարող Լիվերպուլի տղեկի դեմ հելնենք շատ բարձր պրեսինգով ու բարձր ու չեք կարող հիմա տեսնել, որ մենք պետք է այդ ձև ճնշում գործադրենք նման հավաքականների դեմ, նման ֆուտբոլիստների դեմ, առայժմ մենք դրան պատրաստ չենք։ Ունեցել ենք լավ ապարոնա առաջի խաղակեսում, լավ պաշտպանություն, բայց երբ որ մենք վերցնում ենք գնդակը եւ ուզում ենք արագ հակագրող, այնտեղ ես ընդմիջմանը ասեցի եւ ջղայնացա մեր առաջի գծի ֆուտբոլիստներին, որ շատ հեշտ էին կորցնում գնդակը։ Դրա համար շատ ճնշումը մեր պաշտպանության վրա էր, պիտի առաջի գծում կարողանային պահեն այդ գնդակը, որ մեր պաշտպանությունը շունչ քաշեր, բայց որակի հարց կար, չգիտեմ, հոգեբանական հարց կար, դա համար ընդմիջմանը ֆուտբոլիստներ կար, որ ասեցի ձեզ 10 րոպե ժամանակ, որ խաղաք ուրիշ ֆուտբոլ, այլևս թե չէ կարող եք մեկնակային կազմ չտենաք։ Պարոն Մելիքյան, նաև նշեցիք Արչևի գծի խաղացողներից դժգոհություն, Ռանոսը այսօր լավագույն հանդիպումը չանցկացրեց, ձեր գնահատմամբ նա վատ մարզավիճակ թե ուղղակի այս խաղ։ Ռանոսը ինձ որպես ֆուտբոլիստ շատ է դուր գալիս, ես իր մեջ տենում եմ ապակա ինքը մեր հարձակման գծի լավագույն ֆուտբոլիստներից է, բայց այսօր ինքը իր կլուբում ունի պրոբլեմներ, խաղում է ոչ այն առաջնությունում, բայց հույսով եմ, որ ձմեռը կգնա միտեղ արենդա եւ իր պրոգրեսի մասին կմտածի, խաղից խաղ կավելացնի, բայց որ ինքը տաղանդավոր տղա է ու մեզ կօգնի ապագայում համոզված եմ։ Այսօր այո, լավագույն խաղը չէ, բայց միտեղ ինձ հանգստացում է այն, որ ֆուտբոլիստներ կային, որ լավ են խաղացել, ֆուտբոլիստներ կային, որ վատ են խաղացել, բայց բոլորի մեջ ես տեսա սիրտ, հոգի ու նվիրվածություն։ Դրա համար կարող եմ էմոցիոնալնի ես իրանց ինչ-որ կրիտիկաներ անեմ, ինչ-որ մի էպիզոդներում, բայց ընդհանուր առմամբ բոլորից շնորհակալ եմ։ Ազգային հավաքականում պետք է խաղան նվիրված,
ու համարեմ, որ սա ֆուտբոլ չի, սա պատերազմ է։ Ես ինչ կա, ինչ որ ուզում եմ, դա տենում եմ։ Վահագն Ամիրջանյան, Վաղսպորտ, պարոն Մելիքյան, հետաքրքիր է, եթե հնարավորություն ունենայիք մեկնարկային կազմը ընտրելու, խաղը արդեն տեսած լինեիք, արդյոք կա ֆուտբոլիստ փոխարինման մտած ֆուտբոլիստներից, ում մեկնարկային կազմ կդնեիք։ Չեմ կարծում, որ ես սխալվել եմ մեկնարկային կազմի մեջ, չեմ կարծում, բայց եւ կարող եմ ասել, ով մտավ փոխարինման, ես մոտ Հանդերցյանում ասի, իրենց էլ եմ շնորհակալ, որովհետեւ ուժեղացնի խաղը, բայց իրանք թալ մտան ու կարողացան հոգեբանական լավ վիճակում էին, ես իրենց հետ խոսեցի, հայերեն մի քանի բառ, որը ես զգացի, որ իրանք պետք է մտնեն ու նվիրված աշխատեն, բայց չեմ կարծում, որ մենք սխալվել ենք։ Մեկ էլ հետաքրքիր է Արտուր Սերոփյանի հետ կապված ինչ կարծիք ունեք, ինչ հանդիպում անցկացրեց, գիտեք, որ վերջերս հենց դուք անձամբ տվեցիք Հայաստանի առաջնության անձնական լավագույն խաղացողի կոչումը, ու կարծում եմ մեկնարկային կազմի համար շատ պատրաստ էր, ինչ կասեք իր մասով։ Այո, ես իրեն հետ խոսել եմ, որ ինքը այո, այս խաղը չի խաղա եւ 99%-ով ես իրան ուզում եմ առայժմ կքննարկեմ մարշչական շտաբի հետ Պորտուգալիայի խաղը վստահել մեկնարկային կազմ։ Ավելի շատ տակտիկական, ոչ թե ինքը զիջում է։ Ինքը չի զիջում, ինքը մեկնարկային կազմի արժանի ֆուտբոլիստ է, ուղղակի Պրինցիպի ստացվեց մեր պլանը, Սերոբյանի նման տղա և մեկնարկային կազմի մար պետք և պայստայինները մար պետք, մտավ ինչ սրություն տվեց դուք տեսակ։ Դրա համար եթե ինչ-որ մի ֆուտբոլիստ նստում է մեկնարկային կազմ, դա չի նշանակում, որ ինքը զիջում է, լինում է և տակտիկական աշխատանք։ Պարոն Մելիքյան, բարև ձեզ, Հարություն Ծատրյան, Այպս մեդիա, 3 հարց ունեմ, մեկը ոչ խաղային է, ձեր հետ է կապված, մրցավարը զգուշացրեց դեղին քարտով, բացատրեց ինչի համար է զգուշացում, արդյոք ամեն ինչ հասկանալի էր ձեզ համար, այս առաջին հարցը, երկրորդ հարցը փոփոխություններին են վերաբերում, 76-րդ րոպեին խաղացողները մտնան խաղադաշտ ու թարմացրին խաղը, արդյոք խաղը, որը հնարավոր է փրկել, 1 գոլի տարբերություններ, ավելի շուտ չէիք մտածել փոփոխություններ անել, որովհետև նշեցիք, որ խաղացողներին 10 րոպե ժամանակ տվեցիք փոփոխելու, այլապես կփոխեք։ Եվ երրորդ հարցը վերաբերում է Էլոյանին, արդյոք գոհ եք իր մեկնարկից այսպիսի խաղում, որովհետև կարծեք թե կարողացավ բավականին ակտիվություն մտցնել առաջնագծում, չնայած վերջին պահին։ Երրորդից մի անգամից կասեմ, այո, գոհ եմ Էլոյանի խաղից, դե ոչինչ, ֆուտբոլը չստացվեց խփի, բայց լավ մտավ գնդակով լավ խաղաց, պրեսինգն է լավ արեց, գոհ եմ։ Երկրորդ հարցին երկրորդ հարցը ոնց ես տվել էի, այո, հա, տվել էի 10 րոպե ժամանակ ֆուտբոլիստներ կային, բայց իրանք լավ էին խաղում ու մենք սկսում էինք արդեն հարցակվեինք ու ամեն ինչ լավ էր գնում, այդ ժամանակ չի ուզում վրազեի, շտապեի փոփոխության, որովհետև երկրորդ տայմը ինչ սկսեց, լավ խաղ սկսեց թիմը ու ստացվում էր։ Եթե խաղը գնում է, ռիսկ է ինչ-որ փոփոխություն անել, դրա համար համբերատար սպասում էի, մինչև հոգնածություն տենայի ֆուտբոլիստների մեջ, որ մտցնեի թարմություն։ Առաջի հարցն է։ Մրցավարը ջղայնացավ, դեղին քարտ տվեց։ Ինչ ասել, ինչ-որ խոսած չհասկացա այդ լեզուն չեմ հասկանում, բայց իմ հասկացա, որ ջղայնացա դրա համար եկավ։ Պարոն Մելիքյան, ձեզ Կարեն Մուրադյանը ինչպես փոխարինեց Իվուին այդ դիրքում եւ մի հարց էլ Նարեկ Գրիգորյանի դիրքի մասին, նա մտավ ձախից, բայց գիտենք, որ ձախլիկ է, աչից է խաղում հիմնականում, արդյոք հենց ձախ եզրում են իրեն ավելի շատ տեսնում։ Չէ, չեմ տեսնում, բայց մենք ունենք Սերոփյան, Գրիգորյան, որոնք սիրում են աջ կողմից խաղալ, բայց չունեի Ժիրոն հոգնել էր արդեն, պետքա թարմություն տայ, չունեի պայստային ֆուտբոլիստ, որ ձախից կարող է խաղալ,
Իրեն հարցրեցի, ասի, ես հասկանում եմ, որ աչքից խաղում, կարած ձախեց, ասեց հա դե, ասեց հա որ ենքավը մտնի, դա ուրիշ հարցել էիք չէ։ Շատ գոհ եմ Մուրադյան Կարենից։ Ես իրան չէի ճանաչում, չէի շփվել, ճիշտն ասած, մենակ դաշտում էի տեսել ու միշտ մրցակից, ինչ աշխատում էի Փյունիկում, բայց շփվելուց հասկացա ինչքան լավ տղա է, ինչքան համեստ, ինչքան նվիրված, ինչքան հայկական, շատ գոհ եմ իրանից, շատ լավ ֆուտբոլ խաղաց։ Նարեկ Արոշանյան մեդիա։ Պարոն Մելիքյան, մնաց մեկ հանդիպում խմբի առաջատարի հետ, որը կարծում եմ ժամերից կլուծի իր հարցերը մունդիալի ուղեգրի։ Ինչ եք կարծում, կարելի է Պորտուգալիայի դեմ խաղում փորձարարական մեկտարկային կազմով հանդես գալ, թե կարող է դա չհարկատակ խաղալ հաշվի առումով։ Դու չէ ցավը տանեմ ինչ փորձեմ, Պորտուգալիա գնամ փորձարկումներ անեմ։ Դե կարող է իրանք է փորձարկել։ Իրանք դե փորձեն, կարող է դրանից օգտվենք, ես ձևի ռիսկի ոնց կնա։ Սա հարցերը։ Ինչ ունենք, ինչքան ուժ ունենք, ինչքան ռեսուրս ունենք, թուդու դանակով պիտի գնանք, էլի ինչու պիտի գնանք։ Հինգ զերո մեզ կարելի է գնանք այնտեղ։ Արման Զաքարյան Fast News, պարոն Մելիքյան, հետաքրքիր է ներքուստ ձեր կարծիքը հավաքականը գլխավորելու այդ սկզբնական հատվածում արդյոք ձեզ համար առաջնային են եղել արդյունքները, թե այսպիսի խաղերով փորձ ձեռք բերել է երիտասարդներին հնարավորություն տալ է թիմին ճանաչել եւ արդեն հաջորդ ցիկլում ավելի ամուր կազմում պատրաստ հավաքական ունենալը։ Դե դուք ասեցիք են, ինչ որ իմ պլանը եղել է, ես դրա մասին խոսել եմ, որ եթե ես իմանայի, որ ինձնից պահանջելու են այս ցիկլում արդյունք, ես չեմ մտնի այս ամեն ինչի մեջ, որտեղ հասկանում եմ, որ խնդիրները այնքան շատ են, մրցակից թիմերն գիտե, ես ուղղակի ասեցի, ես կարող եմ գալ, սենց ոնց ես եմ տեսնում, ոնց դուք ասեցիք, այո, աշունը լուծել հարցեր, պրոբլեմներ, ներսից տենամ ինչով կարող եմ, ինչ աշխատանք կարող եմ տանել ապագայի համար եւ միշտ տարի մտածել արդյունքների մասին։ Ու փառք Աստծո, մենք իրար ճիշտ հասկացանք ղեկավարների հետ, մեր մոտեցումն ու ուղղությունը պատկերացումը նույնն է, դա համար ամենակարևորը մենք ճիշտ ուղու վրա ենք։ Քանի որ Մուրադյանի մասին հարցը արդեն հնչեց, ավելի վաղ քննարկել էինք այն տարբերակը, երբ որ խաղօրինակ Էդգար Գրիգորյանը եւ Նայիր Տիկնիզյանը նույն եզրում։ Դուք չեք դիտարկել, որ կարելի է նման փոփոխություն անել, ցախ եզրում Տիկնիզյանին ավելի առաջ դիրք տանել եւ Էդգար Գրիգորյանին ավելի շատ պաշտպանությունում օգտագործել։ Չէ, որովհետեւ իմ համար Նայիր Տիկնիզյանը շատ լավ ցախ լատերալ է, բայց ոչ վինգեր։ Էդգար Գրիգորյանն էլ շատ լավ տղա է, շատ լավ ամեն ինչը հասկանում է, Աստված չանի Տիկնիզյանի հետ մի բան լինի, ես վստահաբար կարող եմ Գրիգորյանին մեկնակային կազմ ու չվախենամ, բայց սա ֆուտբոլ է, ինքն էլ է հասկանում, համբերատա սպասում է, բայց ես չեմ կարող երկուսին դաշտում տենել, որովհետև սխեմայի մեջ ոչ սխեման է խաղամ, իրանք նույն ոճի ֆուտբոլիստներ են, նույն ոճի։ Այո, Տիկնիզյանը երրորդ գծում լավն է ավելի, բայց խորքից եզրից, ինքը չի կարող մտնել մեջտեղ ու ոնց որ մի տեղ անում է կամոն։ Տիկնիզյանը հենց մտնում է մեջտեղ խեղճանում է, ինքը ավելի բրովկից է շատ լավ օգնում, ու ոճի առումով չեմ կարող երկուսին տենալ դաշտում, չեմ տենում։ Hi, Coach. First of all, it's Peter from Hungary. First of all, congratulations for the second half. It was a very fair game, good performance. Apart from one situation, you defended really well against Dominic Szoboszlai's crossing, and you defended really well against Barnabás Varga, who's having a really good season so far. Did you have a lot of preparation
about these two players. Շատ լավ եք պատրաստվել Բարնաբաս Վարգայի եւ Դոմինիկ Սոբոսլայի դեմ պայքարում, արդյոք ինչ-որ բան մշակել եք հենց Սոբոսլայի եւ Վարգայի դեմ պաշտպանվելու համար։ Այո, մենք լավ է լուծել ենք եւ անհատական ֆուտբոլիստերին ձեր եւ թիմային աշխատանքի այո, մենք կարողանում ենք աշխատում ենք ինչ-որ շատ տեղ է ստացվել ձեր թիմի ուժեղ կողմերը փակելու։ Դրա համար այդքան էլ շատ մոմենտներ չուներ Վենգրիան։ Yeah, we are analyst their game. Yeah, analyst game Hungary and analyst especially Dominik Soboslai's game and Barnabas Vargas game, and because of that you have not many chances to do, not many chances to score goals because we analyzed and prepared very well, especially Barnabas Vargas and Dominik Soboslai. Պարոն Մելիքյան, եթե կարելի է օգտվելով առիթից իհարկե, ցավոք Պորտուգալիայում չեմ լինելու հարցը տալու համար, ինչպես եք փորձելու թիմին կտրել Կրիստիանո Ռոնալդու էֆեկտից, որովհետև խաղում են տանը, խաղում են հատուկ մարզահագուստով, որը նվիրված է Էյսեբիոյին, Ռոնալդուն արդեն հայտարարել է ցանկանում է գոլեր ինչքան հնարավոր է, ցավոք սրտի Հայաստանի հավաքականն էլ, երբ դիտարկում ենք top 5 հավաքականների մեջ է, ինչպես եք փորձելու այդ Կրիստիանո Ռոնալդու էֆեկտը թույլ տալ, որ հավաքականի ներս մտնի, շնորհակալ եմ։ Ընդհանրապես Ռոնալդոն չէ, այլ Պորտուգալիան գլխացավանքի համար պետք է ամեն ինչ անենք, ճիշտ վերլուծենք, ուժեղ կողմերը աշխատենք փակել։ Ինքը շատ բարդ դժվար հարց է, բայց միտեղ ես պատրաստ եմ Պորտուգալիային հոգեբանորեն ցանկացած արդյունքի, բայց շատ ուրախ եմ, որ ունեմ նման առիթ, որ ես իմ թիմի հետ, մեր ապագայի համար ու մեր թիմի աշխատանքը լավ փորձություն է աշխատել, գնալ եւ աշխատել Պորտուգալիայում։ Դա ասված մեր տրամադրությունը չընկնի, բայց որ ընկնի էլ մեկը ես այնտեղ կգտնեմ պոզիտիվ, որ այդ ամեն ինչից օգուտ կքաղեմ, սենց ասած։ Վերջին հարցելի Արման։ Պարոն Մելիքյան, մինչև այս ցիկլը Էրիկ Փիլյանը հաճախ հավաքական չէր հրավիրվում, հիմա ձերորոք միշտ հիմնական կազմում է, միշտ խաղում է, որ հատկանիշն է ամենաշատը կարևորում նրա մեջ, որը ձեզ ստիպում է այդքան վստահել նրան։ Առաջինը ասեմ, որ կոնցենտրացիա լավ ունի, մինչև վերջի րոպեն, սենց ասեմ, իմ համար կլասի խաղացողը պետք է ունենա կոնցենտրացիա 90 րոպե։ Առաջ հայացքից կարող ասեք, կլասը նրա մեջ չի, որ գնդակով կարող է տեխնիկա ցույց տալ։ Իմ համար կլաս է, որ 90 րոպե կարող է պահի կոնցենտրացիան, որպես պաշտպան խաղա հուսալի։ Եվ իր նվիրվածությունը իսկական ջիգյարով, ես շատ տղեկին եմ հիմա նկատում տենում, դրա համար ասեցի տղեկ հալը լավ, այո, դե ես եմ կրվել, դա նորմալ է, մարզիչը պետք է այդ ամեն ինչը վերցնի իր վրա, բայց ես չեմ վախենում պարտվելուց, ես վախենում եմ վախկոտների հետ գնալ պայքարելու։ Դրա համար ես ոչ մի վախ չունեմ, իմ թիմը վախկոտ չի, իմ թիմը դուխով է, Փիլյան է, մյուսը, դրա համար շատ ուրախ եմ, որ ինքը կա ու նման տղեկ։ Ներսի տղեկի հայրենասիրությունը բնականաբար պետք է լինի, ապրում են այստեղ։ Ինձ ուրախացնում է դրսի տղեկի հայրենասիրությունը, այսօր ես իրենց մոտ էլ տեսա։ Տիկնիզյան, Սպերցյան, Սևիկյան, ոնց էին կռվում, ոնց էին պայքարում, ամեն ինչ լավ կլինի։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։